Это уже микроскоп, где делается новая жизнь. Սա մանրադիտակ է, որտեղ էլ հենց ստեղծում ենք նոր կյանք։ Երազանքները իրականություն են դառնում Բեգլարյան բժշկական կենտրոնում։ Տարիներ շարունակ երեխա չունեցող ընտանիքները արդեն կարող են փոքրիկ ունենալ։ Բժշկական կենտրոնում բացվել է նոր վերականգնողական բաժանմունք հագեցած գերժամանակակից սարքավորումներով։ Բացի բարձրակարգ սարքավորումները, կենտրոնում աշխատում են արտերկրից եկած մասնագետներ։ Սիրով ուզում եմ տեղեկացնել մեր հայրենակիցներին, որ Բեգլարյան բժշկական կենտրոնը համալրվել է նոր բաժանմունքով վերարտադրողական առողջության կենտրոն, որը հայ-գերմանական եւ վրացական կազմակերպության հետ համատեղ է։ Կենտրոնի հիմնանպատակն է երջանկացնել բոլոր ընտանիքներին եւ մանկաճիչ պարգևել բոլոր ընտանիքներին, էմբրիոգենեզից մինչեւ առողջ ծնունդ պարգևել մեր ընտանիքներին։ Դեռ 10 տարի առաջ էր բժիշկ Արմինե Հարությունյանը մտածել այս կենտրոնի մասին։ Մարտի 10-ից արդեն վերականգնողական կենտրոնի դռները կբացի ընտանիքների առաջ։ Մարտի 10-ին մեր կենտրոնում կատարվելու են անվճար խորհրդատվություններ եւ կթողնենք հեռախոսահամար եւ բոլորդ կարող եք գրանցվել եւ մասնակցել, քանի որ միջազգային մասնագետները իրենց փորձով խորհրդատվություն կիրականացնեն։ Արտամարմնային բեղմնավորումը փրկություն է հուսահատված ընտանիքների համար։ Սա անպտղության բուժման ժամանակակից մեթոդ է, որի ժամանակ բեղմնավորումը կատարվում է լաբորատոր պայմաններում։ Это первый день, когда мы пускаем пока кого-нибудь. Սա առաջին դեպքն է, որ մենք թույլատրում ենք ինչ-որ մեկին մտնել լաբորատորիա։ Ձեզնից հետո դռները փակ կլինեն։ Մենք աշխատում ենք նոր կյանքի հետ։ Մեզ պետք է եւ մաքուրոտ, եւ ստանդարտներին համապատասխան լաբորատորիա։ Լաբորատորիան համապատասխան է միջազգային չափանիշներին։ Ապագա փոքրիկի 6-օրյա զարգացմանը հետևում են էմբրիոսկոպով։ Գերզարգացած այս սարքը վերահսկում է պտղի զարգացման ամենակարևոր շրջանը։ Սա մեր հպարտություն է, էմբրիոսկոպ է, time lapse, որի միջոցով տեսնում ենք կյանքի զարգացումը տեսանյութով։ Ամեն 5 վայրկյանը մեկ այն միանում է եւ այսպես նայում ենք նրանց զարգացմանը։ Ստացվում է այսպիսի բջիջ, որը կիսվում է 2, հետո 4 մասերի եւ այսպես շարունակ։ Появляется именно в эмбриоскопе. Էմբրիոլոգիան բավականին բարդ է, քանի որ այստեղ մանրադիտակով պետք է աշխատել փոքրիկ կյանքի հետ։ Тут ничего страшного не происходит. Այստեղ ոչ մի վախենալու բան չի կատարվում։ Այստեղ վերցնում ենք ֆոլիկուլներ, գործողությունը կատարվում է այստեղ նարկոզով, ամենաշատը 10 րոպե։ Максимум 10 минут. Իսկ այստեղ պահվում են էմբրիոններ, տեղավորվում է 1000-ից ավելի նոր կյանք։ Նրանց կարելի է սառեցնել մինչև 10 տարի։ Կենտրոնը հրավիրում է ընտանիքներին գտնելու իրենց երջանկությունը։ Զարուհի Սահակյան, Աշոտ Մնոյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։